Սպասվում է մեծ իրադարձություն մեր հայ ժողովրդի համար, ճակատագրական իրադարձություն, ընտրություն, որը որ իշխանությունը փորձելու է կեղծել, այստեղ հարց է առաջարկում, մենք հարմարվելու ենք դրան, թե ոչ։ Չի կարա ազգը լավ ապրի, եթե հանձնում է իր բարիքները այլ ազգի։ Ինչ պատճառ էլ դրան լինի, ինչ հիմնավորում էլ դրան լինի։ Չի կարա ազգը լավ ապրի և անվտանգ ապրի, եթե մի հոգի է որոշում Արցախը Հայաստանինն է, թե Արցախը Ադրբեջանինն է, ու գնում թղթեր ստորագրում։ Չի կարա նման մարդ իշխանության լինի։ Հետևեք այս ընտրություններին շատ ուշադիր։ Մենակ ոչ մեկ ոչինչ չի կարա անի։ Հետևեք և պայքարեք։ Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք ազգ ենք, և մենք ենք որոշում, ով պետք է լինի մեր իշխանավորը։ Վատ աշխատեց, ուրեմն պետք է հանենք շպրտենք։ Լավ աշխատեց, ուրեմն պետք է մեծարենք։ Չի կարելի փողով ընտրել։ Չի կարելի ընտրել, եթե դու պաշտոնի ես, մտածում ես, էլի պաշտոնի մնաս, չնայած նրան, որ տեսնում ես, որ մենք գնում ենք կործանման։ Այս իշխանությունը մեզ բերելու է նոր եղերնու։ Ոչ մի խաղաղություն չի լինելու։ Մի հրապուրվեք այդ նավթի, այդ փոքրիկ այդ լիտրներով, որ մեզ ինչ-որ ուղարկում են, ասում են էժան է, էս այն։ Իմացեք, մեր ձեռից տարել են մեր ընդերքը, տանում են մեր ջուրը, ջուր չենք ունենալու։ Հասկանում եք, չենք կառավարում մեր ոչինչը։ Ինչ որ գնում մեկի շենքը վերցնում են, հելնում պարլամենտում ելույթ են, ասում են, տեսակ, էսի, սրա շենքը բերինք հետ բերում։ Այ գնացեք տված հողերը հետ բերեք, եկեք հպարտացեք։ Օդը, ջուրը եւ հողը ոչ մեկին չեն տալի։ Ու կապ չունի, իրականում դա ումն է։ Եթե քո տիրույթի մեջ է, չպետք է տաս ուրիշի։ Ընտրեք մեզ։ Մենք գիտենք ինչ ենք անելու։ Մենք վերականգնելու ենք արդարությունը, թե երկրի ներսում, թե երկրից դուրս։ Օրենքը պաշտպանելու է հասարակ քաղաքացուն, ոչ թե հասարակ քաղաքացին վիրավորանքի համար պետք է մտածի ոնց տա դրան սպանի այդ վիրավորողին։